Իրավորական բառերով և մեղադրանքներով այսօր վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 գրառում է կատարել Facebook-յան իր պաշտոնական էջում։ Եթե առաջին գրառումը սաղմոս էր Մատթեոսի ավետարանից, ապա երկրորդ գրառման բովանդակությունը ցնցեց հարությանը։ Ելնել նման բաներ խոսել որևէ կերպ չի արդարացվում։ Ես չգիտեմ, ստեղ ներողությունը կարող է օգտակար լինել թե ոչ, որտեղ այս խայտառակության վախենում եմ ասել գագաթնակետն է, որտեղ դրանից են կողմեր կարող են բաներ լինել։ Օգտատերերից շատերը զարմանքով եւ զայրույթով արձագանքեցին Փաշինյանի բառապաշարին, ոմանք էլ անգամ կարծիք հայտնեցին, գուցե վարչապետի հեռախոսն են գողացել։ Հույսը սակայն չարդարացավ, հոգևորականներին եւ եկեղեցուն վերաբերող գրառումները շարունակվեցին։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարեապես ավելի ազնիվ՝ կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Գրառումներից մեկով էլ Փաշինյանը հայտարարեց, թե կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի հոգևոր ու բարոյական արժեքներ, գրել էր նա։ Ուշագրավ է, որ Փաշինյանը մինչ շեշտում է, որ որևէ մեկի անձնական կյանքը մյուսի գործը չէ, միևնույն ժամանակ խոսում է ուրիշի սեռական կյանքից։